Կառուցապատողների հայկական ասոցիացիան երկարատև քննարկումների, ոլորտային վերլուծությունների եւ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում մշակել է նոր ինստիտուտ կառուցվող շենքերի նախագծերի սերտիֆիկացման, ինչպես նաեւ կառուցապատող ընկերությունների դասակարգման համար։ Նախաձեռնությունը միտված է կառուցապատման շուկայի որակական մակարդակի բարձրացմանը, ոլորտի թափանցիկության ապահովմանը եւ գնորդների համար առավել հասկանալի ու վստահելի միջավայրի ձևավորմանը։ Նշվածը միջազգային չափանիշներով լայնորեն կիրառվող ինստիտուտ է, սակայն հայաստանյան իրականության մեջ չունենք եւ առաջին անգամ ասոցիացիան հանձնառություն ստանձնեց որպես մասնագիտացված միություն իրականություն դարձնել այս վարքագիծը։ Ասոցիացիայի դիրքորոշմամբ ներդրվող ինստիտուտը կարող է դառնալ շուկայի ինքնակարգավորման կարևոր գործիք, նպաստելով ռիսկերի նվազեցմանը եւ առողջ մրցակցության խթանմանը։ Միաժամանակ այն հնարավորություն է ստեղծում ներդնելու միջազգային չափանիշներ եւ բարձրացնելու հայկական կառուցապատման շուկայի մրցունակությունը։ Մշակված չափորոշիչները հնարավորություն են տալիս հստակ տարբերակել եւ դասակարգել կառուցապատման նախագծերը, ինչը զգալիորեն հեշտացնում է գնորդների կողմնորոշումը շուկայում եւ նպաստում ավելի տեղեկացված որոշումների կայացմանը։ Ասոցիացիայի խորհրդի անդամ հանդիսացող երկու ընկերություններ հանձնառություն ստանձնեցին փորձարկել այս մեթոդաբանությամբ ինստիտուտը իրենց նախագծերի վրա, դա Art Company ընկերությունն է իր Firdus Prime Residences նախագծով, ինչպես նաև Renshin ընկերությունը իր Skyline նախագծով։ Նշված երկու նախագծերն ստացել են պրեմիում դաս, իսկ որպես կառուցապատող ստացել են ամենաբարձր A դասի որակումը։ Մենք բարձր ենք գնահատում ասոցիացիայի այս նախաձեռնությունը, քանի որ սերտիֆիկացման ներդրումը ձևավորում է հստակ օբյեկտիվ մասնագիտական չափանիշներ։ Սա շրջադարձային քայլ է կառուցապատման ոլորտի համար, քանի որ սահմանվում են արդեն ավելի պրոֆեսիոնալ խաղի կանոնները, հստակ առանձնացվում են եւ զատվում են բոլոր պրոֆեսիոնալ մասնագիտական եւ պատասխանատու կառուցապատողները։ Մենք հպարտ ենք, որ Renshin-ն ու Skyline նախագիծը ստացել են այս բարձր գնահատականը։ Սա պաշտոնական վավերացումն է այն նշաձողի, որ մենք սահմանել ենք մեր պրոյեկտների համար։ Եվ սա նաև հավաստումն է պաշտոնական մեր գնորդների, որ իրենք ձեռք են բերել որակյալ ներդրումային գույք։ Ասոցիացիայի նախագահը նշում է, որ միջազգային մոտեցումների հիման վրա ներդրված այս համակարգի շրջանակում կառուցվող նախագծերի գնահատումը իրականացվում է 5 հիմնական դասերով՝ ստանդարտ, կոմֆորտ, բիզնես, պրեմիում, լաքշրի։ Գնահատման մեթոդաբանությունը հիմնված է բալային համակարգի վրա, մինչև 100 միավոր սանդղակով։ Օրինակ, պրեմիում դասին համապատասխանող սերտիֆիկատ ստանալու համար նախագիծը պետք է հավաքի 81-ից 90 միավոր։ Կառուցապատող ընկերություններն իրենց հերթին դասակարգվում են ըստ ֆինանսական թափանցիկության, փորձառության, սնանկության գործընթացների բացակայության եւ կառավարման արդյունավետության, ստանալով A, B, C, D դասեր։ Ասոցիացիայի կողմից մշակված գնահատման ինստիտուտի առաջին սերտիֆիկատակիրներն են Art Company եւ Renshin կառուցապատող ընկերությունները, իրենց կողմից իրականացվող Firdus Prime Residence եւ Skyline քաղաքաշինական ծրագրերով։ Համապատասխան սերտիֆիկատները հանձնվել են մարտի 26-ին։ Շատ ուրախ եմ եւ հպարտ, որ մեր պրոյեկտը առաջինների շարքում ստացավ նման բարձր մրցանակը եւ կառուցապատողների ասոցիացիան այսպիսի բարձր գնահատեց մեր աշխատանքը։ Այնտեղ բաժանված է 4 հիմնական խմբի կրիտերիաներ՝ տարածքի բարեկարգում, հարմարավետություն, ինժեներական սարքավորումներ եւ անվտանգություն։ Յուրաքանչյուր կրիտերիաներում կային քաշեր, կշիռներ ցանկացած կետին եւ մենք կառուցապատողների ասոցիացիայի գործընկերների հետ աշխատում ենք եւ բոլոր կետերով նրանք հարցեր էին տալի, մենք պատասխանում ենք ըստ մեր պրոյեկտի մեջ դրած գաղափարների եւ սարքավորումների։ Ասոցիացիայում վստահ են, որ կառուցապատող ընկերությունների եւ քաղաքաշինական ծրագրերի գնահատման այս նախաձեռնությունը կարևոր քայլ է առավել կարգավորված, կանխատեսելի եւ վստահելի կառուցապատման միջավայր ձևավորելու ուղղությամբ։ Այն նպատակ ունի սահմանելու նոր, բարձր ստանդարտներ Հայաստանի կառուցապատման ոլորտի զարգացման համար։